Դուք դիտում եք առաջին լրատվական հիմնական թողարկումը, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Զսպել Բաքվի հակահայկական հռետորաբանություն և արդար գնահատական տալ Սումգայիթի ողբերգությանը։ Ամերիկայի երիտասարդների բողոքի ցույցը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև։ Ովքեր են Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները, Ղրիմում և Սևաստոպոլում բորբոքվում են անջատական կրքեր։ Ինչ բովանդակություն է ունեցել Թուրքիայի վարչապետի ու նրա որդու գաղտնալսված հեռախոսազրույցը, Էրդողանն այն բեմադրված պիես է անվանել, կոռուպցիոն սկանդալը շարունակվում է։ 4 մարզաձև 400 մարզիկ աշխարհի 22 քաղաքից։ Միասնություն սպորտով կարգախոսով Ծաղկաձորում մեկնարկել են համահայկական առաջին ձմեռային խաղերը։ Ինչ ընթացք են ունեցել խորհրդարանական քննարկումները գազամատակարարման, Նայիրիտի ու մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ։ Սայաթնովայի հայտնի Քամանչան աղավաղված խոսք ու երաժշտությամբ և ադրբեջանական մելիզներով։ Հարևան երկրում շոկի են մատնվել, երբ թուրք երաժիշտը բացահայտել է երգի հայ հեղինակին։ Երբ ցուցասրահի լույսերն անջատվում են, իսկ հերոսները քանդակներն են, նրանց տեսնելու համար պետք է հասկանալ լույսի ու ստվերի խաղը։ Էմանացիա կամ քանդակների յուրօրինակ ցուցահանդես Երևանում։ Սկսենք պաշտոնական լրահոսից Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը զեկուցել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի և կիրառման հայեցակարգային ու նորմատիվ իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին։ Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել նաև եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-15 թվականների միջոցառումների ցանկի նախագիծը, որը զեկուցել է անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Երկրի նախագահին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Երևանում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Իսա Ալի Ալ-Զաջալին։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ են զարգանում միջպետական հարաբերությունները։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ծոցի արաբական պետությունների, այդ թվում Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար կողմերը կարևորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում։ Քննարկման փուլում են տարբեր ոլորտներում գործակցության ուղղված մի շարք փաստաթղթերի նախագծեր, անհրաժեշտ է համարվել նաև Հայաստանի և Օմանի միջև բազմակողմ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ և արդյունավետ գործակցության զարգացումը։ Աշխարհի 11 պետության 22 քաղաքի 400 մարզիկ մինչև մարտի 2-ը Ծաղկաձորում կմասնակցի համահայկական առաջին ձմեռային խաղերին։ Նման ձևաչափով օլիմպիական ստուգատեսն անցկացվում է առաջին անգամ։ Խաղերի բացումը խորհրդանշական հրավառությամբ տեղի է ունեցել 3 երեկոյան մեր երկրի ամենակուրորտային քաղաքում։ Արարողությանը մասնակցել է նաև հանրապետության նախագահը, որն իր խոսքում շեշտել է նաև նման խաղերի միջոցով հայրենիք սփյուռք կապերի ամրացումը։ Մարզաձևերի մասնակիցների պատրաստվածության ու տրամադրության մասին կպատմի Մայա Խաչատրյանը։ Սոչիի օլիմպիադայի փակումից հետո հայ մարզասերների համար սպորտային տոնը շարունակվում է։ Ձյունապատ Ծաղկաձորում մեկ շաբաթ շարունակ կգերիշխեն մարզական գույները։ Այս համազգեստով երիտասարդները մրցումներին չեն մասնակցի, բայց համահայկական խաղերի բացմանը եկել են մարզիկներից ոչ պակաս ոգևորությամբ։ Համահայկական խաղերը ես համարում եմ, որ ինքը համահավասար է բոլոր այդ դրսի մրցումներին, որին ես մասնակցել եմ։ Այս էլ ուղղակի իմ հողի վրա։ Ամեն ինչ շատ հիանալի եղած է, դեղը շատ լավ է, ամեն ինչ բացառիկ է։ Հայաստանում համահայկական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1999-ին, իսկ ձմեռային խաղերի տարեգրության հաշվարկը սկսվեց 2014-ի փետրվարի 25-ից Միասնություն սպորտով նշանաբանով։
Համահայկական առաջին ձմեռային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են հանրապետության նախագահը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, ՀԱՕԿ ղեկավարը, Երևանի քաղաքապետը։ Վարդենիսից մինչև Մոնրեալ, Գյումրիից մինչև Բուենոս Այրես մեծ ու փոքր թիմերով համահայկական առաջին ձմեռային խաղերին կմասնակցեն 11 պետությունների 22 քաղաքների 400 երիտասարդներ։ Համահայկական խաղերի ամենասպասված պահերից մեկն է։ Բոլորի հայացքներն ուղղվում են Թեղենիսի լանջեր, որոնք վայրկյանների ընթացքում գունազարդվեցին հայկական դրոշի երանգներով։ Ծաղկաձորի լավագույն լեռնադահուկորդների ուղեկցությամբ ջահը Թեղենիսի գագաթից բերեց Հայաստանի չեմպիոն Արսեն Պողոսյանը։ Կրակը վառելու պատիվն էլ վերապահվեց օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։ Հանրապետության նախագահը ողջունեց ձմեռային խաղերի մասնակիցներին, նշելով, որ 15 տարիների ընթացքում աշխարհագրության ընդլայնումն ու մասնակիցների թվի ավելացումը հուշում են, որ համահայկական խաղերը պահանջված են։ Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն։ Ակնհայտ է, որ այս խաղերը ամրապնդում են հայրենիք, սփյուռք կապը, որ այս խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է։ Ես հաջողություն եմ մաղթում համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին, ցանկանում եմ արդար մրցակցություն, թեժ պայքար և մարզական հաջողություն։ Համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարում եմ բացված։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը վերհիշեց Երևանում կազմակերպված առաջին համահայկական խաղերը, որը դարձավ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման յուրօրինակ կամուրջ։ Ըստ Իշխան Զաքարյանի առաջին ձմեռային խաղերի մասնակիցների թիվը արդեն իսկ տպավորիչ է։ Եթե ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանությամբ, ապա հաջորդ խաղերին մասնակիցների թիվը կհատի ազդարի սահմանագիծը։ Համահայկական ձմեռային առաջին խաղերին կմասնակցի նաև Սոչիի օլիմպիական խաղերում լեռնադահուկային սպորտում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը։ Մարզիկների անունից նա օլիմպիական երթում տվեց։ Մայր Հայաստանի փառքի։ Համահայկական խաղերը կանցկացվեն Երևանում ու Ծաղկաձորում, ընտրվել է 4 մարզաձև։ Առաջին ձմեռային խաղերի բացման առիթով ուրախությունն ու ոգևորությունը չթաքցրին ոչ միայն մարզիկները, այլև մարզիչները։ Այդ գաղափարը սադարում է, որ մեր երիտասարդները, մեր ջահիլները կգաբենք հոս բերելով իրանց արմատներուն։ Առաջին անգամ եմ Հայաստանում, խաղերի բացման արարողությունը շատ գեղեցիկ էր։ Ես Ռուսաստանի հոկեյի թիմն եմ ներկայացնում, կարծում եմ կհաղթենք։ Ձմեռային առաջին խաղերի բացումը նշանավորվեց հրավառությամբ, մրցաշարերի մեկնարկն այսօրվանից տրված է։ Մայա Խաչատրյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։ Պաշտոնական այցով մեր երկիր ժամանած Հունաստանի խորհրդարանի նախագահն այսօր հյուրընկալվել է հայաստանցի պաշտոնակցին։ Հովիկ Աբրահամյանը ազգային ժողովի պատվո մեդալով է պարգևատրել Վանգելիս Մեյմարակիսին երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խթանելու միջխորհրդարանական գործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթություններում, մասնավորապես Եվրամիության հետ հարաբերությունների ձևաչափում։ Խորհրդարանի նախագահը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը, նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում գործակցության համար առկա ներուժը։ Որպես Եվրամիության խորհրդում նախագահող երկրի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը նշել է, որ աթենքը կանի հնարավորը, որպեսզի ամրապնդվեն եւ խորանան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Զրուցակիցները խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին, անհրաժեշտ համարելով հակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով։ Վանգելիս Մեյմարակիսը շեշտել է, որ Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է Հունաստանը, տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանում։
Հունաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ Վանգելիս Մեյմարակիսն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարել հայոց մեծ Եղեռնի հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հունաստանի խորհրդարանի նախագահը հիշողությամբ պուրակում նաև մշտադալար Եղևնի է տնկել։ Մեծ հարգանքով ենք եկել ծաղիկներ խոնարհելու այս հուշահամալիրին։ Ինչպես գիտեք, Հունաստանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է հայոց ցեղասպանությունը, եւ ես արտահայտում եմ ամբողջ հույն ժողովրդի, падգամավորների, նախարարների, քաղաքական գործիչների կարծիքը։ Ինձ համար մեծ պատիվ եւ մեծ ուրախություն է գտնվել Հայաստանում։ Հունաստանն ու Հայաստանը ընդհանուր արժեքներ եւ սկզբունքներ դավանող պետություններ են։ Խորհրդանշական է եւ մեծ նշանակություն ունի մեր այցը Հայաստան, քանի որ Հունաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը։ Ինչ ճակատագիր կունենա Նայիրիտի ու մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ խորհրդարանական դիմության առաջարկը։ Պատգամավորներն այսօր քննարկել են հարցերը, սակայն չեն ավարտել։ Փոխարենն ավարտվել է գազամատակարարման հարցի վերաբերյալ իշխանության ներկայացրած նախագծի քննարկումը։ Օրենսդիրները խոսել են նաև Մաքսային միության ու այլ հարցերի մասին, դրանք իմի է բերել իմ գործընկեր Սիրանուշ Մուրադյանը։ Գազային հարցերի քննությանը ձեռնամուխ կլինի ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը, որի ստեղծմանը ժառանգությունը դեմ կքվեարկի, բայց եթե հանձնաժողովը ստեղծվի, ըստ խմբակցության ղեկավարի, հետո կորոշեն ունենան ներկայացուցիչ թե ոչ։ Դաշնակցությունը տրամադրված է աշխատելու։ ՀԱԿ-ի ղեկավարը հստակ չասաց ինչպես կքվեարկեն։ ԲՀԿ-ն շարունակում է պնդել հնարավորինս կարճ ժամկետում ուսումնասիրել ու եզրակացություն անել։ Ի սկզբանե որպես վերջնաժամկետ որոշել են նոյեմբերի 8-ը, որպեսզի հնարավորություն ունենան ուսումնասիրել բոլոր հարցերը, բայց Հովիկ Աբրամյանն արտահերթ ելույթում ասաց, որ կարող են համաձայնել նաև ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ, գործունեության ժամկետ սահմանել մայիս կամ հունիս ամիսները։ Մենք կուսակցությունում քննարկեցինք, առաջարկեցինք հանրապետության նախագահին, որը մեր նաև կուսակցության ղեկավարն է, կոալիցիայի հետ միասին, որպեսզի մենք ինքներս առաջարկենք հանձնաժողով ստեղծել եւ ավելի լայն լիազորություններով, եւ եթե նկատում եք ձեր նախագծի բոլոր հարցերը ընդգրկված են այսօրվա մեր առաջարկվող նախագծի մեջ եւ կան նաեւ տարբեր հարցեր, որոնք որ մենք ենք առաջարկել։ Եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնը եւ խախտումներ թույլ տվել, պետք է պատասխան տան, ասաց խորհրդանի նախագահը։ Նա չի հասկանում, թե ինչու են ընդդիմադիրները վարկաբեկում դեռևս չստեղծված հանձնաժողովը։ Ինչեք մեզ քննադատում, որ մենք ստիպված ենք կամ ինչ որ ուզում ենք թաղենք, չգիտեմ ու մենք ուզում թաղենք, մենք թաղելու վարպետ չենք, ոչ էլ թաքցնելու վարպետ ենք։ Չունենք այդ փորձը։ Ուղղակի մենք ուզում ենք հնարավորություն ստեղծենք եւ այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործադիրի նիստում կուսակցության եւ հանրապետության նախագահը շատ պարզ ասել է, եթե կան մարդիկ, ովքեր որ չարաշահել են իրենց պաշտոնում եւ զբաղվել են ապօրինությունով, պետք է պատասխան տան։ Խորհրդարանն արտահերթ քննեց նաև Դաշնակցության ներկայացրած Նայիրիտ գործարանին վերաբերող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Հիմնական զեկուցողն ասաց Նայիրիտի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն իրականացնելու պատճառները ուսումնասիրելու անհրաժեշտություն կա։ Արտվիկ Մինասյանի կարծիքով գործարանին կանխամտածված տանում են դեպի սնանկացում։ Ում նկատի ունեք մրցակիցները, սեփականատերերը։ Կարծում եմ ներգրավված է թե մրցակից կազմակերպությունները անուղղակի ձևով եւ թե նաեւ ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում այս հարցի վերաբերյալ։ Մինչև ներսում քննարկում էր ընթանում, խորհրդարանի մոտ նայիրիտցիներն էին հավաքվել իրենց աշխատավարձի գործարանի գործարկման պահանջներով։ Ներսում տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարը պնդում էր, որ 2 անգամ արդեն քննարկվել է նայիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։ Քարորիայի օրակարգում հրատապ ընդունելու մասին քննարկումներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, պատճառաբանելով, որ պետք է խուսափել քաղաքական շահարկումներից, չխանգարել բանակցային գործընթացին։ Գրեթե նույն պարզաբանումներով էր խորհրդարան եկել նաև կառավարության ներկայացուցիչը։ Նայիրիտում հիմա մեծ ծրագիր է իրականանում կապված Ռոսնեֆտ ընկերության հետ, այն կարծիքները, որ մեկը մյուսի հետ կապ չունի, ճիշտ չէ, մեկը մյուսով է պայմանավորված, եւ ես գտնում եմ, որ ճիշտ չէ այս պահին որևիցե հանձնաժողով ստեղծել եւ փորձել այս աշխատանքները խաթարել։
Վերջապես գտնվել է այնպիսի ընկերություն, որը հնարավորություն ունի $500 միլիոն ներդրում կատարելու Հայաստանում։ Խորհրդարանն այսօր ձեռնարկեց նաև, բայց չավարտեց падգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը։ Հայտարարությունների ժամին էլ ելույթները հիմնականում նիստի ընթացքում քննարկված հարցերին էին վերաբերում։ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը քննարկման ընթացքում չհասցրեց հերթագրվել ելույթի համար, նա իր դիմացին խոսելու համար հայտարարության իր իրավունքն օգտագործեց։ Մենք մեզ հարց տանք էլ, այդ ինչն է, անհնարին է Նաիրիտը աշխատացնելը։ Ես պետք է ասեմ, որ անհնարին չէ։ Ուղղակի Նաիրիտի համար պետք է լուրջ պետական երաշխիքներ եւ լուրջ պետական ծրագրեր եւ իհարկե քաղաքական կամք։ Հակից Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն ու մեր երկրում կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։ Սրանք կարևոր հարցեր են։ Դրեք հանրակրվեի, թող ժողովուրդը որոշի։ Փառքաստո իրավունք ունենք այս բանն ասել։ Հանրապետականից Նաիրա Զոհրաբյանին վրդովեցրել էր փաստը, որ խորհրդարանի ամբիոնից կարող են բացահայտ հայհոյանքներ հնչել, այն էլ կանանց ներկայությամբ։ Էությունը այն է, որ այսինչ անհատը, այսինչ օրը, այսինչ կապակցությամբ հայոյել է։ Հայոյանք է հնչեցրել հայոց խորհրդարանում։ Ամեն ինչ կանցնի, բանավեճը կմոռացվի, ակնորանալը հիմարություն կդառնա, նույնիսկ 50 քանի հոգու ետևում պահկված լինելը կմոռացվի։ Կհիշվի միայն այն, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում այսինչը հայոյել է։ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը Ուկրաինայի դեպքերի մասին էր, այդ երկրում կատարվածի վերլուծությունը նա ներկայացրեց մեջբերելով ամերիկյան հանրապետական հայտնի գործիչներից մեկին։ Բոլորի նպատակը նա էր, որ պատժել Ուկրաինայի ինքնիշխան կառավարությանը նրա համար, որ նա ուրեմն հանդգնեց մերժել Եվրամիության հետ ասոցիացիան։ Սա ասում է Պոլ Կրեյգ Ռոբերտսը։ Հայտարարությունների ժամն էլ ավարտվեց, քառօրյան աշխատանքը կշարունակի չորեքշաբթի։ Սիրանուշ Մուրադյան, Հովհաննես Քյոսեյան, Առաջին ալիք։ Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստում ներկայացվել է 2013 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվությունը եւ այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը։ Խորհրդատվական խմբի համանախագահներ Տրայան Հրիստեան եւ Արթուր Բաղդասարյանը կարևորել են խմբի աշխատանքի արդյունքները, առանձնացնելով մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացին աջակցելու ջանքերը։ Այսօր մենք ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկելու ենք Հայաստանի Եվրոպական միության գործողությունների նոր ծրագիրը, որը մենք կազմել ենք մեր եվրոպացի գործընկերների առաջարկությունների հաշվառմամբ, այն իրենից ներառում է 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է մեր երկրի պետական եւ հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Ուզում եմ փառատել մի քանիսի մտավախությունները Հայաստանում Եվրամիությունն իր առաքելությունը շարունակելու է։ Կան իհարկե նախագծեր, որոնք ավարտվում են, սակայն դրանց տեղը մենք սկսում ենք իրականացնել այլ ծրագրեր։ Ցուցադրական վարժանքներ, քաղաքացիական բուժհաստատությունները զինվորական հոսպիտալի կարգավիճակ ստանալու դեպքում, կառավարության որոշմամբ հնարավոր պատերազմական իրավիճակի դեպքում բուժհաստատությունների մի մասը գործելու է Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Այսօր այդ պրոցեսի փուլերը ներկայացնող վարժանքին հետևել են Պաշտպանության եւ Առողջապահության նախարարները, գլխավոր ռազմական տեսուչը, մարզպետեր, բուժ ոլորտի ներկայացուցիչներ։ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Տումանյանը տվել են համապատասխանություններ ու արել կարգադրություններ աշխատանքն առավել կազմակերպված եւ օպերատիվ իրականացնելու նպատակով։ Քաղաքացիական բուժհաստատություններում վարժանքները կշարունակվեն։ ՄԱԿ-ում մեր երկրի դեսպանն անդրադարձել է Սաֆարովյան եղեռնագործությանը։ Բարձր ամբիոնից Կարեն Նազարյանը շեշտել է, որ քնած սպայի կասնահարման դեպքը Ադրբեջանում տարածում գտած պետական հակահայ հիստերիայի ուղղակի հետևանքն է։ Նյու Յորքում Հայաստանի առաքելության ղեկավարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի սեմինարին տեղի ունեցած սպանության միակ պատճառը Գուրգեն Մարգարյանի ազգային պատկանելությունն էր։ Ադրբեջանում պետական ու նաև հասարակական մակարդակով հերոսացրին մարդասպանին, մինչդեռ Հայաստանն իր հերթին գնահատում է խաղաղությունը, օրենքի գերակայության ու արդարության սկզբունքը կոնֆլիկտային եւ հետ կոնֆլիկտային պետություններում, նշել է դեսպան Նազարյանը, միջազգային օրենքներից մասնավորապես ընդգծելով ազատ ինքնորոշման սկզբունքի կարևորությունը։ Murder Safarov is being cited as an example of patriotism. Այսօր մարդասպան Սաֆարովը հարևան երկրի կառավարիչների կողմից երիտասարդության համար ներկայացվում է որպես հերոսության մարմնացում։ Դա վկայում է, որ Բաքուն շարունակում է Հայաստանի եւ աշխարհի հայերի հանդեպ ատելության սերմանումը։
Ադրբեջանում ճանապարհ են հարթել ոճրի կրկնության համար։ Նոր մարդասպանները արդեն քաջատեղյակ կլինեն, որ էթնիկ կամ կրոնական հողի վրա սպանության համար անպատիժ կմնան։ Սա եւս մեկ փաստ է, որ ի ցույց է դնում օրենքի գերակայության բացակայությունը հարևան երկրում։ Միջազգային օրենքների ողջ էությունը հակադարձ համեմատական է Ադրբեջանում տիրող ուժի բռնատիրությանը։ Իսկ ամերիկյան արևմտյան ափին Սումգայիթյան ոճրագործության հերթական տարելիցը Ամերիկայի երիտասարդները նշել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև։ Նրանք բողոքի ցույց են կազմակերպել միջազգային հանրությունից պահանջելով արդար գնահատական տալ 26 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությանը։ Ցուցարարները նաև մոմ են վառել ու խունկ ծխել կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ Հայ երիտասարդները ամերիկյան կառավարությունից պահանջել են տուրք չտալ նավթադոլարների գայթակղության և զսպել Բաքվի հակահայկական հռետորաբանությունը։ Լիլիթ Սեթրակյանն է պատմում։ Սումգայիթի ողբերգության 26 եւ Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի առիթով համայնքային կառույցների ներկայացուցիչները հավաքվել էին Լոս Անջելեսի դիվանագիտական թաղամասում։ Հասցեն անփոփոխ է, արդեն ավանդաբար ամերիկահայերն այս օրերին բողոքի ցույց են կազմակերպում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև։ Այստեղ են տեղակայված նաև մի քանի այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչություն։ Ցույցի կազմակերպիչներն ակնկալում են, որ նրանց միջոցով Ադրբեջանին ուղղված բողոքն ու պահանջը լսելի կդառնա նաև միջազգային հանրությանը։ Այս շատ զուսպ միջոցառման միջոցով կարողանում ենք նորոգել մեր պարտքը մեր հայրենիքին եւ հիշեցնել, որ մենք դեռ խոսք ունենք ասելու եւ Գուրգեն Մարգարյանը եւ ամեղ զոհերը, որ սպանվեցին դաժանաբար Ադրբեջանի տարածքում, չեն մոռացվել եւ չեն մոռացվելու։ Քանի որ նրանք շարունակում են զբաղվել ահաբեկչությամբ, քանի որ նրանք սպանում են անմեղ մարդկանց, քանի որ նրանք շարունակում են սպառնալ Արցախի հայությանը, սպառնալ մեր հայրենիքին, մենք պետք է միշտ համախմբված լինենք եւ պետք է հասկանանք, որ միայն մեր հավաքական ուժով, միայն ինքներս մեր վրա հենվելով, մեր ուժերի վրա հենվելով մենք կկարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Մարդու իրավունքներին հավատարիմ երկրները, Միացյալ Նահանգները, Եվրոպան պետք է դադարեցնեն լռությամբ աջակցել Ադրբեջանի հակամարտկային արարքներին, լինի Սումգայիթի կամ Բաքվի ջարդերի, թե հայ սպային կացնահարողին հերոսացնելու պարագայում, նշեցին հայ ցուցարարները։ Նրանց խոսքով միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ վարքը։ Երբ միջազգային երկիրներ կշարունակեն միասնական հարաբերությունները ամրացնել Ադրբեջանի նման երկրիմը, ահավասիկ այդ է պատճառը, որ Ադրբեջանը այսօր զինադադար գոչված բահուն կշարունակե քննարկահարել հերվից հայ զինվորներ, որոնք իրենց սահմանը կպաշտպանեն։ Եվ այնքան ադեն, որ այս շենքի մեջ բնակող գլխավոր հիբադոսը, որ Ադրբեջան կներկայացնի, կներկայանա միացյալ այստեղի World Affairs Council-ի առջև եւ կփորձե արտահայտվել, որ իրենք այնպիսի լավ երկիր են, այնպիսի լավ հանդուրժող երկիր են փոքրամասնություններու հանդեպ, մենք բարտավոր ենք արտահայտվել եւ ցույց տալ իրենց բարին իմաստով սդախոսությունները։ Պիտի այս դրամի ազդեցությունը այդպես իրենց չկույրացնի, տեսնել իրականությունները եւ չխաբվեն Ադրբեջանի այս ծախսած դրամներով, որ աշխատում է դրամով գնել իրականությունը իրեն ցույց տալով որպես արդար եւ հանդուրժող ազգ։ Մեզնից ամեն մեկը կարող էր լինել Գուրգենի փոխարեն, ասում են ամերիկահայ երիտասարդները։ Նրանք նշում են, որ պարտավոր են հասնել Ռամիլ Սաֆարովի եւ նրա կերպարը կերտողի պատժին։ Միջազգային հանրությանը պետք է իրազեկենք, որ Ռամիլ Սաֆարովին ստեղծել է Իլհամ Ալիևը, նա է երիտասարդներին ներշնչում հերոսանալ հայի սպանելով եւ հենց դա է մեր տարածաշրջանի անկայունության գլխավոր պատճառը։ Մեր պահանջը միակն է, հանցագործությունը եղել է պատժեք հանցագործին։ Դա Սումգայիթյան ջարդերից սկսած մինչև Գուրգեն Մարգարյանի եւ ընդհանրապես վերջին օրերս, վերջին ամիսների ժամանակ իրականացված սպանություններին է վերաբերվում։ Ցույցի ավարտին հայ եկեղեցու սպասավորները աղոտ քնչեցրին Սումգայիթի զոհերի եւ Գուրգեն Մարգարյանի հիշատակին, իսկ առավոտյան Լոս Անջելեսի հայկական եկեղեցիներում հոգեհանգստյան պատարագ էր մատուցվել Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ Լիլիթ Սեթրակյան, Գարիկ Վարդանյան, Առաջին ալիք, Միացյալ Նահանգներ։ Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ձեռքով հայ սպա Գուրգեն Մարգարյանի «Դավանենք» սպանության 10-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Վիեննայի հայկական Սուրբ Հռիփսիմի եկեղեցում ևս տեղի ունեցել հիշատակի միջոցառում, մատուցվել հոգեհանգստյան կարգ, որին ներկա են եղել Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Ադրբեջանցի Ելուզակյան մարդկային արարքը դատապարտող ելույթներով են հանդես եկել Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ Տիրան Աբեղապետրոսյանն ու դեսպան Արման Կիրակոսյանը։ Աղդամի իրադարձությունների կամ Խոջալույի սադրանքի վերաբերյալ ադրբեջանական կեղծարարությունների շարունակվող քաղաքականության կապակցությամբ հայտարարություն է ընդունել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։ Ասոցիացիայի խորհրդի անդամները նշել են, որ Աղդամի իրադարձություններն իրականում տեղի են ունեցել Խոջալույից 11 կիլոմետր հեռավորության վրա 100,000 բնակչություն ունեցող Աղդամ քաղաքի մերձակայքում։ Ադրբեջանի ժողովրդակատի զինված խմբավորումները կազմակերպել են խաղաղ բնակչության, հիմնականում թուրք մեսխեցիների կոտորած, ինչպես նաև զոհերի դիակների պղծում։ Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում տվյալ հանցագործության իրականացումն ուղղակիորեն բացառում է դրան հայկական ուժերի որևէ մասնակցություն։ Ավելին, այդ դեպքերից մի քանի օր առաջ հայկական կողմը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն մի քանի անգամ տեղեկացրել է Խոջալույի իրադարձությունների իշխանություններին կազմակերպվելիք օպերացիայի մասին և հատուկ շեշտել, որ հայկական կողմը մարդասիրական միջանցք է թողնելու Խոջալույի խաղաղ բնակիչների տարհանման նպատակով։ Խոջալույի դեպքերի աղավաղված քարոզչության միջոցով պաշտոնական Բաքուն փորձում է հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաև այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել երիտասարդ սերնդին, նպաստելով հայատյացությանն ու այլատյացությանը, ասված է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հայտարարությունում։ Սա բնականաբար անընդունելի է, սա ոչ միայն քաղաքական հանրության, ոչ միայն դիվանագիտական հանրության, այլ նաև գիտական հանրության խնդիր է և նաև քաղաքագիտությունը այստեղ իր դերակատարություն ունի տարբեր ուսումնասիրությունների միջոցով վերհանել, ապացուցել, որ ադրբեջանական ապատեղեկատվություն, ադրբեջանական հակահայկական քարոզչություն և քսենոֆոբիան տարբեր եւ այսօր որևէ կերպ պետք է թույլ տալ, որպեսզի ադրբեջանցիները կարողանան նաև հետագայում պատմության համար կեղծել այս դրվագը։ Սայաթնովայի հայտնի ստեղծագործություններից մեկը անառողջ կրքերը բորբոքել հարևան երկրում։ Ադրբեջանցի հայտնի երգչուհի Ազերինը պարզվում է ինքն էլ չիմանալով լսարան է նվաճել կատարելով Սայաթնովայի քամանչա ստեղծագործությունը, սակայն միանգամայն այլ ալեկոծվեց Սև ծովը անունով։ Զարմանալի չէ, որ վերնագիրը փոխելուց բացի աղավաղվել են նաև երգի բառերն ու երաժշտությունը։ Համապետական սկանդալի առիթն առաջացել է այն բանից հետո, երբ թուրք հայտնի երաժիշտ Ուղուր Ըշլաքը Բաքվում խոստովանել է, որ երգի իրական հեղինակը հայ է։ Ադրբեջանական երաժշտասեր հասարակության և քաղաքական շրջանակում շոկ է առաջացել, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես իրենք կարող էին հավանել մի բան, որը հայկական է։ Այժմ նրանք չգիտեն նաև ինչպես վարվել երգչուհի Ազերինի հետ։ Ուկրաինայում ուղիղ 3 ամիս անց կկայանան նախագահական ընտրություններ, թեկնածուների հայտավորումը թեև պաշտոնապես չի մեկնարկել, սակայն դիտորդներն ու փորձագետները հայտագրել են առաջին հնգյակին։ Եվրախորհրդարանականներն էլ հայտարարել են, որ Ուկրաինայի վարչապետի պաշտոնը կստանձնի Պատկիվշչինայի առաջնորդ Արսենի Յացենյուկը։ Միաժամանակ եվրամայդանականները, որոնք սկսել են նշել ռուսաստանյան ազդեցությունից պոկվելու իրենց ձեռքբերումը, մտավախություն ունեն, որ երկրի հարավ-արևելյան հատվածը կարող է անջատական նկրտումներ դրսևորել և տրոհել Ուկրաինան։ Ղրիմի և Սևաստոպոլի խորհրդարանականներն օրինակ վիճարկում են մայդանականների ու նրանց ժամանակավոր կառավարության լեգիտիմությունը։ Մարիամ Մխիթարյանն է պատմում։ Մինչև հինգշաբթի Ուկրաինայում պետք է ձևավորվի ու հաստատվի կոալիցիոն կառավարությունը, չի բացառվում, որ վարչապետի պաշտոնը ստանձնի Պատկիվշչինայի առաջնորդ Արսենի Յացենյուկը։ Եվրամայդանը պահանջել է Ուկրաինայի կառավարության նոր կազմում չընդգրկել երկրի ամենահարուստ մարդկանց, գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին և նախագահի գրասենյակի աշխատակիցներին։ Յացենյուկը կառավարության անդամներին անվանել է քաղաքական ինքնասպաններ։ Ուկրաինան հայտնվել է բավական բարդ իրավիճակում և նոր կառավարությունը ստիպված է դիմակայել շատ մարտահրավերների։ Անկեղծ ասած, նոր կառավարության անդամները մի կողմից փրկելու են երկիրը, մյուս կողմից լավ գիտակցում են, որ գնում են քաղաքական ինքնասպանության։ Ուկրաինան պատրաստվում է նաև արտահերթ նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մայիսի 25-ին։ Արտահերթ ընտրությունների որոշում Գերագույն Ռադան կայացրել է փետրվարի 22-ին Յանուկովիչի անհետանալուց հետո։ Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է որոշում, որը ենթադրում է դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան նախագահի պաշտոնից հեռացված Յանուկովիչին պատասխանատվության ենթարկելու համար։ Կիևից ստացված լուրերի համաձայն այսօր Ղրիմում նախագահի հետ
հանդիպումից հետո Յանուկովիչի վարչակազմի ղեկավարը հրաժարական է ներկայացրել, իսկ Կիև վերադառնալու ճանապարհին զինված հարձակման է ենթարկվել ու ոտքի հրազենային վնասված ստացել։ Արևմուտքը շարունակում է աջակցություն հայտնել ուկրաինացիներին։ Եվրամիությունը հայտարարել է, որ նախագահի ընտրություններից հետո պատրաստ է ասոցացման համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ։ Մարտի 20-ից 21-ին կանալիք Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ քննարկվելու է նաև Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։ Օգնության պատրաստակամություն է հայտնել նաև Վաշինգտոնը։ Մոսկվան էլ քննադատել է Ուկրաինայի ներքին խնդիրներին, Արևմուտքի ակտիվ միջամտությունը եւ անօրինական համարել հանրապետության նոր իշխանություններին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախատեսել է Ուկրաինայի հարցը քննարկել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Ուկրաինայում այսօր այնպիսի որոշումներ են կայացվում, որոնք հակասում են ԵԱՀԿ-ի օրենքներին։ Ակնհայտ է, որ Ուկրաինային պետք է վերադարձնել իրավական դաշտ, իսկ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պետք է նպաստի դրան։ Ուկրաինայում ակտիվ գործունեություն է ծավալում ներքին գործերի նախարարությունը։ Նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը ծառայողական քննություն է նշանակել անկարգությունների ժամանակ գերատեսչության աշխատակիցների գործողությունները գնահատելու համար։ 29 հոգանոց հանձնաժողովը քննելու է ծառայողական լիազորությունները գերազանցելու եւ դիրքը ճարաշահելու վերաբերյալ փաստերը, որոնց հետևանքով խախտվել է խաղաղ հավաքի քաղաքացիների իրավունքները, կատարվել ոտնձգություններ նրանց կյանքի ու առողջության հանդեպ։ Լվովի Բերկուտի մարտիկները փետրվարի 24-ի երեկոյան Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ գտնվող հրապարակում ծնկի են իջել եւ ներողություն խնդրել Կիևում ցուցարարների դեմ գործողություններին մասնակցելու համար։ Հրապարակում հավաքվածները ուժայինների վրա տարբեր առարկաներ են նետել, սակայն ինքնապաշտպանության ակտիվիստները շրջապատել են նրանց եւ հանգստացրել ժողովրդին։ Ղրիմի խնդիրը սպառնում է լուրջ փորձություն դառնալ Կիևի համար։ Այսօր Կիևը ստիպված է լուծել եւս մեկ հարց. Ղրիմի խնդիրը սպառնում է լուրջ փորձություն դառնալ Ուկրաինայի համար։ Չի բացառվում, որ իր մեծաթիվ ռուս բնակչությամբ եւ ռուսամետ տրամադրություններով Ղրիմը որոշի միանալ Ռուսաստանին։ Տարածաշրջանի խորհրդարանը չի ընդունում նոր կառավարության հեղինակությունը եւ Կիևի անկախությունը կարող է իրականացնել հանրակրվեի միջոցով։ Սևաստոպոլի քաղաքապետարանի վրա արդեն բարձրացվել է ռուսական դրոշը։ Փետրվարի 24-ի երեկոյան Ղրիմ են ժամանել Ռուսաստանի Պետդումայի 4 պատգամավորներ ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ։ Ռուսաստանը պատրաստում է շատ արագ ու առանց բարդությունների ռուսական անձնագրեր բաժանել Ղրիմի բնակիչներին։ Սևաստոպոլ ժամանի նաև Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Յուրի Իլինը քաղաքի ղեկավար Ֆյոդոր Ռուբանովի հետ նա քննարկելու է իշխանությունների հետ զինված ուժերի փոխգործակցության հարցը։ Մարիամ Քիթարյան, Առաջին ալիք։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է հերթական սկանդալային պատմության մեջ։ Նրան նախ մեղադրում էին կոռուպցիայի ու գաղտնալսումների համար։ Հիմա էլ շրջանառվում է վարչապետի եւ որդու հեռախոսազրույցի վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրությունը։ Դրանից պարզ է դառնում, որ Թուրքիայում մեծ կաշառքի գործով սկանդալային ձերբակալությունների օրը դեկտեմբերի 17-ին Էրդողանը զանգահարում է որդուն եւ նախազգուշացնում, որ թաքցնի ամբողջ գումարն ու պահի ապահով տեղում։ Նա տղային խորհուրդ է տալիս եղբորն ու հորեղբորը նույնպես զգուշացնել, որ նույն կերպ վարվեն։ Էրդողանն անմիջապես մտել է դերի մեջ եւ հեռախոսազրույցը որակել հորին վածք վարչապետի հանդեպ անթույլատրելի, ստոր եւ դավաճանական քայլ։ Ընդդիմությունն էլ օգտագործելով նոր սկանդալը պահանջում է վարչապետի հրաժարականը։ Վերադառնանք Հայաստան, վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում նվիրված կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին։ Համալսարանի պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի եւ առաջիկա անելիքների մասին խոսել է ԲՈՒՀ-ի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը։ Նա մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի եւ մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաեւ շրջանակներում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ։ Ներկայացվել է նաև 2012 թվականին Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքը։ Որպես եզրափակիչ միջոցառումներ 2015 թվականի մայիսին Երևանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովն ու 4-րդ քաղաքական ֆորումը։ Նախատեսվում է, որ այս նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն։ Խորհրդակցության ավարտից հետո Տիգրան Սարգսյանը շրջայց է կատարել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եղել ԲՈՒՀ-ի թանգարանում, զրուցել ուսանողների հետ։ Շիրակի մարզում ցանքը չուշացնելու նպատակով անհրաժեշտ պարարտանյութերն ու սերմերը գյուղատնտեսներին այս տարի կհասնեն ավելի շուտ։ Հողի մշակներն իրենց հարստությունն այս տարի կպարարտացնեն լրացուցիչ 2 նյութով։
իսկ պետությունը դրանք հասցեատիրոջ կտրամադրի շուկայականից անհամեմատ ցածր գնով։ Ոլորտային խնդիրների շուրջ գյուղնախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, այցելել մի շարք համայնքների կոոպերացիաներ, նշել, որ ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին վարկավորել քաղաքականությունը շարունակվելու է։ Աշխատանքային այցով Շիրակի մարզ ժամանած գյուղատնտեսության նախարարի առաջին կանգառը մարզպետարանում էր, որտեղ անցած տարվա ձեռքբերումներն ու թերացումներն էին ամփոփում մարզխորհրդի նիստում։ Եթե ձեր մարզում հենց մի քանի տարի առաջ միջին բերքատվությունը ծորենի կազմում էր 22 ցենտներ, ապա անցյալ տարի միջինացված կազմեց 32 ցենտներ։ Այսինքն ակնառու է այդ ծերնաբուծության ծրագրի արդյունավետությունը։ Ցանքատարածքներն անցած գյուղատնտեսական տարում ավելացել են, գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը նպաստող պետական մի շարք ծրագրեր են իրականացվել, արդյունքներից էլ գյուղատնտեսները գոհ են, որոշ գյուղական համայնքներ սակայն մինչ օրս չմարած պարտքեր ունեն։ Այգաբաց 1.4 միլիոն, մարմաշեն 1.16 միլիոն։ Գյուղացիական տնտեսություններից արդեն հավաքագրված է սերմերի, դիզվառելիքի եւ պարարտանյութերի պահանջարկը։ Մի քանի օրից կներկրվեն սերմերն ու կմեկնարկի բաշխման գործընթացը, ավելի վաղ, քան անցած տարի էր, որպիսի ցանկը չուշանա։ Դիզվառելիք, սերմեր, պարարտանյութ 3 ծրագրերով։ Պետությունը սուբսիդավորում է մոտավորապես 4 միլիարդ դրամի չափով։ Այսինքն գյուղացիների հոգսը մենք 4 միլիարդ դրամով հոգսը վերցնում ենք պետությունը իրեն վրա։ Տարիներ շարունակ գյուղատնտեսները հողը պարարտացրել են միայն ազոտական պարարտանյութով։ Այս տարի կներկրվի նաև կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութ։ Այս պարարտանյութերի մեկ պարկի շուկայական գինը 12000 դրամ է, իսկ պետությունը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի 7000 դրամով։ Գյուղատնտեսները տնտեսական հաշվարկ են կատարել, համեմատել ու եզրակացրել, թանկ է։ Խորհրդային ժամանակաշրջանում 1 տոննա սելիտրան արժեր 63-ից 66 ռուբլի, իսկ 22 ռուբլի ընդամենը արժեր հասարակ սուպերֆոսֆատը։ Մաքսային թե Եվրամիություն, որ ուղին կթեթևացնի գյուղատնտեսի հոգսը, գյուղատնտեսներին հետաքրքրում էր նաև արտաքին քաղաքականության ազդեցությունը գյուղատնտեսության վրա։ Այսօր եթե մեր գյուղացուն հարցնեք, ինչ տրակտոր ես ուզում, ինքը կասի Բելարուս եմ ուզում։ Եվ մեր ուրեմն ուսումնասիրությունները դա են ցույց տվել։ Մենք ասում ենք դուք ուզում եք John Deere, մյուս եվրոպական երկրների թանկ տրակտորներ, ասում են ոչ։ Մենք այսօր գյուղատնտեսության ոլորտում օգտագործվող տրակտորները, կոմբայնները ամբողջությամբ ներկրում ենք մաքսային միության երկրներից։ Սերգո Կարապետյանը գյուղատնտեսական նվաճումների ոսկե մեդալով պարգևատրեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Թոլակյանին, գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանին եւ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանին։ Մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավորներ էլ արժանացան գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի։ Պարգևները հանձնելուց ու գյուղատնտեսներին հուզող հարցերին պատասխանելուց հետո Սերգո Կարապետյանը ուղևորվեց Կառնուտ համայնք, ծանոթանալու Գաբոյանի Մուշեղ ընկերության անասնապահական համալիրին։ Ընկերությունում նախարարը ծանոթացավ նաև կարտոֆիլի սերմացուի զտման եւ ցանքին նախապատրաստման աշխատանքներին։ Այցելության վերջին կանգառը Բասեն համայնքում գործող արոտօգտագործողների կոոպերատիվն էր։ 140 տնտեսություն ունեցող համայնքի գյուղատնտեսների 70%-ն ընդգրկված են Բասեն սպառողական կոոպերատիվում։ Անցած տարի 20000 հակավորում կատարել ենք, բնակության գրբանին բավականին լուրջ օգուտներ է մնացել, վերջ կարողանում ենք ծրագիրը ճիշտ եւ տեղին իրականացնել։ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության վարկային ծրագրով մարզի 9 համայնքներում հիմնված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներն արդեն ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը։ Այսօր մարզում ծրագրերը շարունակելիություն են պահանջում։ Նախարարն էլ վստահեցրեց, որ առավել մրցունակ ու կայուն անասնապահական համակարգերի զարգացմանն օժանդակելու համար ընթացիկ տարում նախատեսվում է խնայած միջոցների հաշվին Շիրակի մարզի եւս 3 համայնքներ ընդգրկել համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրում։ Աննա Մարտիկյան, Արտյոմ Ադամյան, Առաջին ալիք։ Բաժանորդներին յուրօրինակ շնորհակալություն հայտնելու տարբերակ է գտել Vivassel MTS-ը։ Մեկնարկել է 365 օր 365 հեռախոս ամենամսյա խաղարկությունը։ Առաջին 28 MTS Ego հեռախոսները հատկացվել են պատահականության սկզբունքով խաղարկությանը մասնակցած Vivassel-ի բաժանորդների։ Խաղարկությունը կազմակերպվել է խոսում է քաղաք եւ անձնական սակագնային պլանների հատուկ ակտիվ փաթեթի բաժանորդների համար։ Փաթեթի 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե խոսելաժամանակ եւ դեպի այլ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրության հնարավորություն։ Այս նախաձեռնությունը լույս տեսավ եւ գաղափարը մեջն է, որ մենք ամեն օր ուզում ենք մի բաժանորդի շնորհակալություն հայտնենք։
Հերու շաբլոն դարձած գլամուրներից ու շուկայական անճաշակությունից Հայաստանում առաջին անգամ բացվել է յուրահատուկ ցուցահանդես։ 5 հեղինակի 15 քանդակ բրոնզից, մարմարից ու բազալտից։ Արվեստի ինքնատիպ այս գործերում արտահայտված մտահոգությունը նույնն է՝ մարդու աշխարհընկալումը։ Ցուցահանդեսը կոչվում է Էմանացիա։ Եզրույթը երևույթ է, այսինքն վերևից ներքև կապը, Սուրբ Հոգու ազդեցությունը մարդու վրա։ Էմանացիան մթից դեպի լույս եկող ամբողջ ընթացքն է։ Թե ինչ է կատարվում, երբ անջատվում են լույսերը եւ ցուցասրահում մնում են միայն քանդակները, կպատմի Մերի Կճայանը։ Լույսի և ստվերի համադրությունն է երիտասարդ քանդակագործների ստեղծագործություններում։ Այսօր նկարիչների միությունում տեղի ունեցավ Էմանացիա խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված 15 աշխատանքները հեղինակել են 5 երիտասարդներ, յուրաքանչյուրն իր քանդակում արտացոլելով որևէ մտահոգություն, զգացմունք։ Հիմնականում հորմոններ, բիոքիմիայի ամբողջ ցանկ, օնկոմարկերներ, այսինքն հիմնականված է, որը մենք ապահովում ենք 1 ժամից։ 1 ժամ հետո տալիս ենք պատասխան։ Իսկ ընդհանրապես տարատեսակ վարակների առկայության, արյան բաղադրության չափաբաժնի, հորմոնային համակարգի եւ մյուս բոլոր հետազոտությունների համար բժիշկները մեկ անգամ եւս հորդորում են դիմել պրոֆիլակտիկայի համար, ոչ թե այն ժամանակ, երբ ի հայտ է եկել հիվանդությունը։ Լուսինե Մկրտչյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։ Իր բաժանորդներին նոր գարնանային անակնկալ է մատուցում Orange Armenia ընկերությունը։ Այսօրվանից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում նրանք, ովքեր 24 ամսով կբաժանորդագրվեն Դելֆին, Պանտերա կամ Թիթեր ամսական հաթեթներից մեկին, սկսած 4000 դրամից, ոչ միայն զեղչված գնով 1 հեռախոս ձեռք բերելու հնարավորություն կունենան, այլև նվեր կստանան անվճար կանխավճարային SIM քարտ եւ եւս 1 հեռախոս մտերիմների համար։ 2 SIM քարտերի համար կակտիվացվի նաև Orange իրար հետ փաթեթը, որից օգտվողները կարողանան 6 ամիս շարունակ միմյանց հետ խոսել անվճար։ Սա լավ նվեր կարող է լինել մարտի 8-ին կնոջ, գուցեև սիրած աղջկա համար։ Մենք առաջարկում ենք որակյալ փաթեթ ձեռք բերելու հնարավորություն։ Գրողների միության եւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ԵՖԻԴ-ի աշխատակից Աղասի Ինանսի նախաձեռնությամբ վերաբացվել է Գրողների միության շախմատային ակումբը։ Ինանսի օժանդակությամբ միությունը ձեռք է բերել շախմատներ, սեղաններ, աթոռներ, նաեւ ժամացույցներ։ Շախմատային ակումբի նպատակը ստեղծագործելուն զուգահեռ միության անդամների սպորտային կյանքին աջակցելն է։ Ակումբ կոչվածը նաև կլինի գրական հանդիպումների, նաև հանդիպում շախմատիստների հետ, մարզիկների հետ, այնպես որ սա չի սահմանափակվելու միայն շախմատ խաղով։ Այսպիսի ակցիաները կլինեն շարունակական, հաջորդը հավանաբար կլինի հանրապետության որևէ մանկատանը եւ նպատակը այն է, որպեսզի այն վայրերում, որտեղ մարդիկ ցանկանում են զբաղվել ազնվագույն խաղով, տարվա մեջ գոնե 1 օր իրենց համար ստեղծել այսպիսի շախմատային տոնական մթնոլորտ։ Եվ վերջում այսօր մեծ ֆիդայապետ ազգային հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Անդրանիկ Օզանյանը ծնվել 1865 թվականի փետրվարի 25-ին Շաբին Կարահիսարում։ Անցնելով աղբյուր Սերոփի ջոկատի շարքերը դարձել է թուրքական զորքերի դեմ կռվող հայ ֆիդայական խմբապետ։ Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքական զորքերի դեմ մարտերում նա հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում, արժանանում գեներալի կոչման։ Կովկասյան ճակատի մարտերում Անդրանիկի դիվիզիան անպատմելի ջանքերով զսպել է օսմանյան զորքերին։ 1918 թվականի մայիսի 25-ից 28-ը ծավալված Լոռու ճակատամարտում Անդրանիկը կանգնեցրել է Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որոնք ջանում էին հասնել Բաքու։ Անդրանիկը վիթխարի դեր է խաղացել նաև Զանգեզուրի պաշտպանությունում, կռվել է արևմտյան ու արևելյան Հայաստանների, նույնիսկ բալկանյան ժողովուրդների ազատության համար։ Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում։ Այս խոսքերով էլ մեծ զորավարը հրաժեշտ տվեց կյանքին ամերիկյան Ֆրեզնոյում 1927 թվականին։ Նրա աճյունը ամփոփվեց Ֆրանսիայի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
իսկ 2000 թվականին տեղափոխվեց վերջին հանգրվան հայրենիք, հայ հերոսների եռաբլուր պանթեոն։ Այսքանն էինք նախատեսել, տաղավարում աշխատեց Աբրահամ Գասպարյանը, բարին ընդ ձեզ։